Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում։ Նվագախումբը ելույթներ է ունեցել 15 հեղինակավոր համերգասրահներում, ներկայացրել է հայ կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցներ։ Սա սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական 20-րդ համերգաշրջանի ամենաերկար ճամփորդություններից մեկն էր։ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացրել է «Պիսեր լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ» խորագրով համերգը։ Երեկոյի մենակատարն էր Գինեսի ռեկորդակիր եւ Հայաստանի վաստակավոր արտիստ ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Վիվալդիի, Պագանինի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ռոսինի եւ այլ մեծանուն կոմպոզիտորների գլուխգործոցներ իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ։ Հրաչյա Աղաբլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում ներկայացվել է ռեժիսոր Արմեն Խանդիկյանի բեմադրած «Տիկնայք եւ պարոնայք» կամ «Մի սիրային նամակի պատմություն» կատակերգությունը։ Գործը բեմադրվել է անգլիացի հեղինակներ Ռեյ Կունիի եւ Ջոն Չեմպենի համանուն պիեսի հիման վրա։ Հանդիսատեսը դիտել է դերասանների ներկայացրած անսպասելի իրավիճակներն ու զվարճալի պատմությունները։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը, որտեղ 4 տասնյակից ավելի արվեստագետների շուրջ 100 աշխատանք է ներկայացված Գարզու, Երվանդ Քոչար, Հարություն եւ Արմինե Կալենցներ, Հովանես Ալխազյան, Հակոբ Գյուրջյան, Գեորգի Յակուլով, Հակոբ Հակոբյան, Վահան Ամատունի եւ այլն։ Սա թեմատիկ հետազոտական ցուցահանդես է, որն անդրադառնում է 20-րդ դարի հայ արվեստի առանցքային ժամանակաշրջանին 1940-ականներից մինչև 60-ականների վերջը։ Ցուցահանդեսի նպատակն է վերհանել այն կապերը, որ գոյություն ունեին խորհրդային Հայաստանի եւ Սփյուռքի արվեստի շրջանակների միջև։ Այդ կապերի շնորհիվ խորհրդային Հայաստան էին ներթափանցում արևմտաեվրոպական մոդեռնիզմի տարբեր հոսանքներ։ Ցուցահանդեսի համադրողներն են Հասմիկ Բադալյանը եւ Վիգեն Գալստյանը։ Օմանի Սուլթանության ազգային թանգարանում հանդիսավոր կերպով բացվել է «Խնկի ճանապարհին» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցադրության մեջ եկեղեցական արվեստի մյուս նմուշների կողքին ուշադրության են արժանացել 13-րդ դարի եւ 18-րդ դարի բուրվարները, որոնք մեզ են հասել Անիից եւ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցուց։ Հայկական եկեղեցական սպասքը համադրվել է աշխարհի տարբեր երկրներից խնկի մշակույթին վերաբերող ցուցանմուշների հետ։ Օպերային թատրոնում ամանորի գույներն ու հեքիաթային տրամադրություն։ Թատրոն է եկել մկների թագավորին հաղթած Մարդուկ Ջարդուկը։ Այս երաժշտական հեքիաթը սիրում են ամբողջ աշխարհում Չայկովսկու հրաշալի երաժշտության հետաքրքիր բովանդակության համար։ Հայաստանում ներկայացումը բեմադրել է բալետմայստեր Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունը։ Ներկայացումը օպերայի եւ բալետի թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին եւ 13-ին։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը դեկտեմբերի 11-ին հրավիրում են երաժշտական ճանապարհորդության։ Ներկայացվելու են արիաներ իտալական օպերաներից։ Հովանես Անդրեասյանը, Արտակ Կուլիջանյանը, Օֆելիա Համբարձումյանը եւ Գրետա Բագիյանը կկատարեն արիաներ Ջակոմո Պուչինի, Ջուզեպե Վերդիի եւ իտալացի մյուս կոմպոզիտորների գործերից։ Արիաներ իտալական օպերաներից ճանապարհորդություն ժամանակից դուրս խորագիրը կրող համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ջուզեպե Ստիլիտանոն։
Այս ամիս մեկնարկում է դասական երաժշտության սպասված իրադարձություններից մեկը Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը։ Բացմանը դեկտեմբերի 9-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա Ալեքսանդրա Կոնունովան, դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն։ Երեկոյին կհնչի նաև Պյոտր Չայկովսկու հանրահայտ 5-րդ սիմֆոնիան։ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 10-ին սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի անվանի էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված երեկո, 15-ին Դվորժակի թավջութակի կոնցերտը, 17-ին հատվածներ Խաչատրյանի Սպարտակ բալետից և Պրոկոֆիևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հովեր պետական կամերային երգչախմբի և մի անլուրջ համերգ խորագրով տարեվերջյան համերգը։ Երգչախմբից զգուշացնում են, եթե չեք սիրում անսովոր ծրագրեր և անլուրջ թեմաներ, բաց թողեք այս ծրագիրը, իսկ եթե կարող եք 1 ժամ դիմանալ երգչախմբի խայտաբղետ ու անհամադրելի խմբերգային անկարգություններին, ուրեմն անպայման եկեք։ Հայկական անմահ էպոսի բեմական մեկնաբանությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է։ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերան կներկայացվի դեկտեմբերի 18-ին և 19-ին։ Բալետ օրատորիան ստեղծել է Հողարթուն էթնոէլեկտրոխումբը։